ուշներս բերել եմ շատ համեղ բաղադրատոմս, որի համից ուղղակիորեն չեք կշտանա։ Սառեցված հավի բունտիկները հետ ենք բերում, կարտոֆիլ լավ լվացի, թողացի որ ջրքամվի, այնուհետև երկար կտրատում եմ կարտոֆիլը։ Իդեպ այս բաղադրատոմսով կարող են օգտվել նրանք, ովքեր տանը ունեն այրոգրիլ, շատ համեղ և հյութալի է ստացվում։ Համեմում եմ կարտոֆիլը աղով, կարմիր բիբարը առատ եմ լցնում, որպեսզի գույնը շատ գեղեցիկ ստացվի։ Ավելացնում եմ օրեգանո, նաև ավելացնում եմ իմ ձեռքով չորեցրած խառը կանաչիներ, սոյայի սոուս եմ ավելացնում և ձիթայուղ, թողնում մի կողմի վրա, որպեսզի լավ մնա։ Առանձին ամանի մեջ ավելացնում եմ պանրային սոուս, մայոնեզ և սոյայի սոուս, լավ խառնում եմ և հետո ավելացնում կարտոֆիլի վրա։ Այնուհետև կարտոֆիլի վրա քերում եմ պանիր, իդեպ այս պանիրը բերել են Գեղեգնաձորից ու ասեմ առաջին միակ պանիրն է այսքան ժամանակվա մեջ, որ գյուղի պանիրների մեջից հալվում է, ուղղակի համը անմահական է, չեք պատկերացնի ինչքան համով է ստացվում։ Լավ խառնում եմ և դնում մի կողմի վրա։ Թողնում ենք մի 10 րոպե, որպեսզի հանգստանա և լավ մարինացվի։ Հիմա մարինացնում ենք հավի պտիկները, մայոնեզը, պանրային սոուսը, սոյան, ձիթայուղը, աղը, կարմիր պղպեղը առանձին համանի մեջ լավ խառնում եմ, մոռացա նաև սխտորի մասին, քանի որ սխտորի փոշին վերջացել էր, ես ավելացնում եմ թարմ սխտոր, մանր կտրատված։ Եթե խանութը ձեզ մոտիկ է, կարող եք բնար սխտորի փոշի առնել, եթե տանում եք թարմ սխտոր, կարող եք մանր կտրատել և ավելացնել մեր սոուսի վրա, տենց ավելի համեղ է ստացվում և հյութեղ։ Լավ խառնում ենք սոուսը և ավելացնում հավի պտիկների վրա։ Իդեպ ասեմ, որ ես շատ եմ սիրում խոհանոցում ուղղակի իմպրովիզներ անել, տենց ավելի հետաքրքիր է լինում ու ավելի համեղ է լինում ու յուրահատուկ է լինում ամեն ինչ։ Ամեն կին և աղջիկ պետք է իր խոհանոցում ինքը որոշի, թե ինչից ինչ կարելի է օգտագործել և ինչից ինչ կարելի է ստանալ։ Դրա համար ես շատ ուտեստների մեջ անում եմ իմպրովիզներ։ Այրոգրիլի ամանի մեջ դնում եմ կալկա, կարտոֆիլը տեղափոխում եմ տարայի մեջ և մոտ 30 րոպե 180 ջերմաստիճանի տակ թողնում, որ եփվի։ Հետո հավի պտիկները 30 րոպե նորից 180 ջերմաստիճանի տակ թողնում, որ լավ եփվի։ Այնուհետև մատուցում տակ։ Իսկ դուք չեք մոռանում հետևել իմ ինստագրամյան և յութուբյան էջերին։ Սիրում եմ ձեզ, բայ, կհանդիպենք նորից։